Բոլորիդ բարևներ, այսօր մենք խոսելու ենք Տաշիր Սամոյի մասին։ Շատ հաճախ դուք ասում եք, որ ամենահարուստ հայն է, ինքը ամենահարուստ հայը չի, երրորդ տեղն է բռնում։ Իսկ այդ երրորդ տեղն էլ չի Իրանը, քանի որ 1 տարի առաջ, այո, ունեցել է մոտավորապես $4 միլիարդ, բայց երբ Պուտինը Իրան վռնդեց ու շպրտեց Ռուսաստանից, դրանից հետո 4 միլիարդից ինձ թվում է 50%-ը կորել է, քանի որ էլ հետ չի տալու Ռուսաստանը Տաշիր Սամոյին ոչ մի բան։ Բայց տեսեք, խնդիրը դրանում է, որ երբ մենք տեսնում ենք Տաշիր Սամոյին, նենց դեմքով է ինքը ելույթ ունենում։ Կարծես թե իսկապես հայ ազգի համար նենց բաներ արել, որ իրան հիշելու են 20 տարուց հետո, 50 տարուց հետո, ոչ մեկ չի հիշելու ոչ 20 տարուց հետո, ոչ 50 տարուց հետո Տաշիր Սամոյին։ Նաև ասեմ, որ Տաշիր Սամոյի տղան էլ է նայում իմ էջերս մտնում է, հետաքրքրվում է, այս ընտանիքը ինձ վրա ահագին հայցեր է տվել 5 հատ հայց, ես ուրախ եմ եւ հպարտ եմ, որ ամենահարուստ հայերից մեկը պատերազմ է տանում ինձ հետ, ուրեմն մի բան ներկայացնում եմ ինձնից, որ Տաշիր Սամոն 5 հատ հայց է տվել։ Այո, ինձ համար դժվար է պատերազմ տանել ամենահարուստ հայերի հետ, օլիգարխների հետ, գեներալների հետ, բայց ես դուք տենում եք 9 տարի չեմ փոխում իմ կարծիքս ու չեմ փոխելու կյանքում, չունեմ ինձ գումար դատավոր առնեմ, դատավորի գրպանը գումար դնեմ, ասեմ, կարաս նենց անես, որ հաղթեմ ես, ոչ թե ինքը։ Ես միշտ հաղթելու եմ, քանի որ ճիշտ եմ ասում, այսօր էլ եմ ճիշտը ներկայացնում։ Տեսեք, Տաշիր Սամոն իր կյանքում մի անգամ չի հատկացրել ոչ մի գումար ինչ որ մի հատ կինոյի կամ սերիալի վրա, որը կներկայացնի մեր պատմությունը, մեր գրականությունը, մեր հոգին, հա։ Ունենք ահագին անձնավորություններ, ում մասին կարելի է կինոներ հանել, չէ՞։ Խաչատուր Աբովյան, Գարեգին Նժդե, Ռիփսիմե Թաքուհի եւ այլն, թագավորներ, հա։ Ի վերջո 1000 ու 1000 տարիներ պատմություն ունենք։ Լավ, Տաշիր Սամոյի ամենագլխավոր մշակութային ճակատներում գործողությունը որն է, որ Տաշիր շոուն կազմակերպել Կրեմլում եւ դա ներկայացրել որպես ինչ որ շքեղ, հա, միջոցառում, քարթու ռաբիզ երգերով լցված համերգը, կներեք ես եմ պարում ռաբիզ երգերի տակ, բայց դա չես կարող ներկայացնես, որ դա, չգիտեմ, ամենա սենց շքեղ բանն է, որը ներկայացնում է հայ ազգը։ Տաշիր Սամոն ինձ հետաքրքիր է նայել է Վելիկոլեպնի վեք սերիալը, Թուրքիան նկարել է Վելիկոլեպնի վեկը նայել է Տաշիր Սամոն, տեսել է ինչ գումարներ է ծախսել Թուրքիան, որպեսզի իր պատմությունը Սուլտան Սուլեյմանը ներկայացնի սաղ աշխարհով։ 50 երկրից ավել ցույց են տվել Վելիկոլեպնի վեկը եւ ասեմ Հայաստանում 90%-ը բնակիչների նայել են այդ կինոն ու իսկապես մի անգամ չեն նայել, այլ 5 անգամ, 6 անգամ եւ այլն։ Ինչն է խանգարել, որ Տաշիր Սամոյի նման հարուստ անձնավորությունը, այդ որ իր շրջապատի ներկայացուցիչները թե Տաշիր համայնքում, թե Կալուգայում հայերը ասում են Տաշիրին ձեր մի տվեք, մի քննադատեք Տաշիր Սամոյին, բայց այդ Տաշիր Սամոն $4 միլիարդ ունեցել, եթե տենց հզորդ հայ է, չի կարողացել 200-300 միլիոն հատկացնի այդ գումարից, ասե մի հատ սերիալ նկարեք, որ իմ անունը Տաշիր Սամոյի անունը մնա 50-100 տարից հետո եւ հիշեն, որ Տաշիրը դες ինչ տղա է, որ $200 միլիոն ներկայաց տվել, որ նկարեն մեր մասին մի հատ լավ սերիալ կամ կինո։ Չունենք, տենց բան չունենք, նույն Ռոբսոնը 130 օբյեկտ է ունեցել Ռոբսոնը, խլել է Պուտինը իր ձեռից։ Բայց 130 օբյեկտից 10 օբյեկտ վաճառեր, այդ գումարը տա էր Հայաստանին, ասա էր եկեք մի հատ կինո նկարեք, որ իմ անունս Ռոբսոնի անունը, մի հատ զրնգաս աղաշխարով։ Չի արել դա Ռոբսոնը, Ռուբեն Փաթուլյանը, կամ էլ Ռուբեն Վարդանյանը, այդ իր անկերները որ ասում են $1 միլիարդ ունի, հետո ինչ։ $1 միլիարդից քանի միլիոն դոլար հատկացրել Հայաստանի վրա, որ կինո նկարի Հայաստանի մասին, պատմության կամ գրականության մասին։ Եվ նույնը կարամ ասեմ Արա Աբրամյանի մասին, Գագիկ Ցարոկյանի մասին եւ այլն։ Այնպես որ թող Տաշիր Սամոյի ընտանիքը տենց գորոզ չխոսա, ձեր ընտանիքը միակ բանը որ կազմակերպել է Տաշիր շոու համերգը, ոչ մի բան։ Իսկ ինչ մնաց մեզ, ոչ մեկ չի կարա արգելի մեզ խոսանք, ոչ մեկ, քանի որ երբ մենք ճիշտ ենք, երբ ազնիվ ենք, երբ մենք հայրենասեր ենք, երբ մենք ասում ենք ինչ որ բան, որը օգուտապետությանը, կառավարությանը մեզ չի կարա ճնշի ոչ մի դատավոր, ոչ մի քննիչ, ոչ մի ոստիկան, այո, ես գիտեմ, որ 8 տարի ես շատ բաների մասին եմ գրել, ասել եւ ես միշտ զգում եմ այդ պայքարը իմ դեմ, առանձին մարդիկ քննչական կոմիտեում, առանձին մարդիկ ԱԱՑ-ում, առանձին մարդիկ ոստիկանությունում, ովքեր այսպես ասած աշխատում են Ռոբերտ Քոչարյանի վրա եւ դատավորները, բայց մենք պետքա պայքարենք եւ պետքա չլռենք, թող իրանք պայքարեն ինձ հետ, թող ճնշեն եւ իմ կյանքս իրանք ուզում են աղեթի մեջ պահեն, բայց մենք պետքա
մեր գլուխը բարձր պահենք եւ Աստված մեծ է բոլորիս կօգնի։ Այնպես որ հիշեք, որ Տաշիր Սամոն չկա այդքան, որ ինքը գումար հատկացնի, որ ինչ որ մի հատ կինո նկարի մեր ազգի համար։